Խրխրթանի կեղևով, տեսեք, բայց փխրուն ներսով դյունաճերմակ պեչենիներ, որոնք հարվում են բերանի մեջ։ Պատրաստ եք, գնանք պատրաստելու։ Լեգնացինք։ Քարիչով հարելու ենք կարագը շաքարի փոշի հետ։ Եթե ուզում եք ստանանք փքուն, հա, եւ թեթև պեչենիներ։ Իսկ եթե չէ, ապա կարող եք ձեռքով անել։ Ահա, ստանում ենք այսպիսի զանգված։ Ավելացնում ենք վանիլին, եթե ունեք, եթե չէ, պարտադիր չէ։ Ու այս этаպում, իդեպ, երբ որ պոստլան ենք արդեն խառնելու, մեզ պետք չէ հարիչով այն խառնենք։ Քիչ-քիչ ենք ավելացնելու, զգալով ենք խառնելու։ Ստանում ենք այսպիսի խմոր։ Իդեպ ասեմ, շատ չտարվեք, որովհետև այնքան հաճելի խմոր ենք ստանում, ոնց որ պլաստիլին լինի։ Այնպես որ երեխաների աչքից հեռու ու վերջ։ Փոքրիկ գնդիկների ենք վերածելու։ Գնդիկների վերածելուց հետո վերցնում ենք ցանկացած բաժակ, որը ուղին ունի հարթ մակերես։ Եթե սիրում եք այսպես ճաչերով, ապա սեղմում եք, եթե չէ, ապա հենց այսպես գնդիկավորել թողում եք։ Վերջ ընկերներ, տեղափոխում եմ ճարպաջերոց։ Իսկ դուք կարող եք թխել այնտեղ, որտեղ ձեզ հարմար է։ Կուզեք ջերոցում, կուզեք ճարպաջերոցում։ Կարևորը նախապես տաքացրեք։ Մեր ձյունաճերմակ պեչենիները պատրաստ են։ Կարող եք պատրաստել, համտեսել եւ կիսվել բաղադրատոմսով ձեր ընկերների հետ։ Իսկ ձեզ լավ օր եմ աղթում։ Կտեսնվենք։